կան մարդիկ, որոնց մարմնի վրա կա բռնության խոշտանգման հետքեր։ Արցախի օմբուդսմենը ահազանգում է, մեկ շաբաթ առաջ Արցախը լքած հայերից մի քանիսը Ստեփանակերտում ֆիզիկական բռնության են ենթարկվել։ 2.5 տարի ադրբեջանական դրոշի տակ ապրած 1 տասնյակ արցախցիները հյուծված են գրեթե անճանաչելի, Գեգամ Ստեփանյանին պատմել են հարազատները։ Կազդուրման կարիք ունեն, հավանաբար նորմալ չեն սնվել վերջին ամիսների ընթացքում, նիհարել են եւ այլես կարգի, այսինքն սրանք տեղեկություններ, որոնք մտահոգության տեղիք պետք է տան։ Հայլուրի տեղեկություններով Հայաստան տեղափոխված 11 քաղաքացիներից 2-ը հոգեկան առողջության կենտրոններում են, մեկը Նուբարաշենում, մյուսը Սևանում։ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը վստահեցնում է, մնացած 9-ի վիճակը բավարար է։ Որևէ սուր դեպքեր չունենք, շտապօգնության մեքենան պարբերաբար այցելում է եւ գնահատում է առողջական վիճակը։ Արցախցիներից 5-6-ը Աղվերանի հյուրանոցներից մեկում են։ Գեգամ Ստեփանյանի տեղեկությունն է։ Մյուսներն արդեն տանն են, միացել են իրենց ընտանիքներին։ Օմբուդսմենի համոզմամբ առնվազն տարօրինակ է ադրբեջանցիների հետ ավելի քան 2 տարի ապրած մարդկանց այդքան շուտ տուն ուղարկելը։ 2.5 տարի ադրբեջանական իշխանությունների ներքո ապրած մարդկանց գոնե հետորոշակի աշխատանքներ պետք է տարվեն։ Ըստ Ստեփանյանի, նույնքան տարօրինակ է նախարար Արսեն Թորոսյանի ձևակերպումը, թե արցախցիներն իրենք են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին խնդրել իրենց Հայաստան տեղափոխել։ Դա իրապես խնդրանք չէր, դա պարզապես պարտադրանք էր, որտեղ վտարում էր Արցախից։ Որ հայերին արտաքսել են, Ստեփանյանին պատմել են տեղահանվածների հարազատները։ Մինչև վերջին պահը արցախցիները չեն իմացել իրենց ուր են տանում, կասկածել են, թե բոլորին շարելու են գնդակահարության պատի տակ։ Մարդիկ անգամ տեղյակ չեն եղել, որ իրենց տեղափոխում են Հայաստանի Հանրապետություն, հետևյալն են ասում, որ պարզապես առավոտյան եկան, ասեցին նստեք մեքենաները, տեղ ենք տանում ձեզ ու իրենք տենց սարսափահար, խուճապար, թե որտեղ պետք է մեզ տանեն։ Ստեփանյանի խոսքով, երբ իմացել են, որ Հայաստան են գալիս, նրանցից մեկը Միշա Գրիգորյանը կամ Գիպսի Միշիկը, որ առավել հայտնի է ադրբեջանամետ քարոզչությամբ, հրաժարվել է Հայաստան գալ։ Միշիկը ասել է հակարի կամուրջ, այնտեղ բան է արել, այնտեղ խնդրել, լացել է, որտեղ իրենք չգիտեին, որ գալիս են Հայաստան, մտահոգություններ ունենալով, որ Հայաստանում իր նկատմամբ կարող են որոշակի վատ վերաբերմունք լինել։ Քանի հայ է մնացել Արցախում, Արցախի օմբուդսմենը չգիտի։ Գիտի, որ Ադրբեջանը Արցախը մաքրում է բոլոր այն հայերից, որոնց քարոզչական պիտանելիության ժամկետը սպառվում է։ Լիլիթ Խալաթյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։